Շաքարային դիաբետը ինքնին չի համարվի բարդ հիվանդություն, եթե դուք լինեք հետևողական եւ հետևեք բժշկի խորհուրդներին, հետևեք ձեր դեղորայքին, դիետային եւ ամենին։ Սա լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց ինչ ենք մենք տեսնում իրականության մեջ։ Մենք տեսնում ենք շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, ովքեր բացարձակապես հետաքրքրված չեն իրենց առողջությամբ, հետաքրքրված չէ ոչ իրենց դիետայով, ոչ բժշկի նշանակումներով եւ այլն։ Շաքարային դիաբետը բարդանում է իր փուլերով, գնում է առաջ, քայքայում է կամ խանգարում է այս կամ այն օրգան համակարգերի ֆունկցիան, այդ թվում նաև սեռական համակարգում է առաջացնում խնդիրներ, բերելով տղամարդկանց մոտ սեռական ցանկության նվազմանը, էրեկցիայի որակի վատացմանը, մեխանիզմում հիմքում ընկած են անոթային, նյարդային այդ առաջացած փոփոխությունները անոթներում եւ նյարդերում, իսկ սեռական ցանկության նվազման հիմքում արդեն ընկած է տեստոստերոնի փոխանակության խանգարումը, որն անմիջականորեն ազդում է լիբիդոյի վրա։ Ինչպես նաև այստեղ չմոռանանք շաքարային դիաբետ ասոցացված քրոնիկական բալանոպոստիտները, քրոնիկ սնկային հիվանդությունները, միզուղիների քրոնիկական բորբոքումները։ Հիմքում դարձյալ ընկած է շաքարային դիաբետը, չկորեկցված շաքարային դիաբետը, քանի որ եթե մենք ունենք գլյուկոզայի բարձր քանակություն օրինակի համար մեզի մեջ, ապա մենք ժամանակ առ ժամանակ կունենանք միզուղիների քրոնիկ կրկնվող բորբոքումներ, որոնք առանց շաքարային դիաբետը լիարժեք կորեկցիա անելու ցավոք սրտի այդ խնդիրը նույնպես չի ստանում լուծում։ Ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելի հաճախ հանդիպում են երկրորդ տիպ շաքարային դիաբետները, որոնք հանդիպում են կյանքի ընթացքում եւ առաջացման հիմքում շատ հաճախ ընկած է լինում ինսուլինարեզիստենտությունը, իսկ դու գիտեք ինսուլինարեզիստենտության հիմքում ընկած է ավել քաշը։ Սա նշանակում է, որ մենք այսպես թե այնպես ունենք ի սկզբանե կենսակերպի, ուրեմն վատ կենսակերպի խնդիր ունենք, վայց սովորույթների, իդեմս շատակերությունը, ավել քաշ ճարպակալում եւ դիաբետ, արդեն զարգացած դիաբետի դեպքում էլ առավել եւս պետք է հետեւել։ Եվ մենք խնդրի առաջ ենք կանգնում մարդը, եթե ի սկզբանե չի ունեցել հետևողականություն իր առողջության հանդեպ, ապա ինչ մենք սպասենք հիմա։ Հիմա էլ ինքը երևի չի լինի հետևողական, հետո դա բան կանեն, կմեղադրեն բժիշկներին, կասեն վայ բոլորը խաբեբա են, վայ բոլորը սուտասան են, մենակ իրանց փողը ուզեցին, չբուժեցին, ինչ անի բժիշկը, եթե դուք չեք հետևում ձեր առողջությանը, միթե բժիշկը պետք է ավելի շահագրգռված լինի ձեր առողջությամբ, քան դուք, դա նորմալ չի։ Առաջն դուք պետք է շահագրգռված լինեք ձեր առողջությամբ, հետո բժիշկը։